Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Երևանում անցկացվել են Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ։ Ընդունելությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միջոցառմանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին։ Փաստերի ստուգման հարթակի ձեռքում է հայտնվել փաստաթղթերի փաթեթ, որը վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացրած քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններից անցել են մի քանի օր, սակայն քաղաքական գրքերը չեն հանդարտվում։ Թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է նախնական արդյունքները եւ ամփոփել վերահաշվարկների տվյալները, ընդդիմադիր ուժերը շարունակում են վիճարկել ընտրությունների արդյունքները։ Ընտրակաշառքի հերթական դեպքն է բացահայտվել։ Տվյալներ են ստացվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Աղթալա համայնքում եւ հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2 անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոցներ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Երևանում անցկացվել են Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ, ընդունելությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնյաներ։ Մենք հույս ենք հայտնում, որ առկա խնդիրներն ու տարաձայնությունները հաջողությամբ կլուծվեն բաց երկխոսության միջոցով եւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխհմբռնման, փոխադարձ հարգանքի եւ բարեդրացիության ոգով մեր պետությունների եւ ժողովուրդների բարօրության համար, նշել է Գրիգորյանը։ Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին, այս մասին էլ նույն միջոցառմանը հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը սերտ կապեր են պահպանում առաջնորդների մշտական շփումների, կառավարությունների, խորհրդարանների աշխատանքի, նաեւ բազմաթիվ համատեղ համաձայնագրերի միջոցով։ Ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը։ Մենք ակնկալում ենք, որ Երևանի գործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերը եւ ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ, ասել է նա։ Իդեպ փաստերի ստուգման հարթակի ձեռքում է հայտնվել փաստաթղթերի փաթեթ, որը վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացած քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում դեռևս 2026 թվականի տարեսկզբին ինտենսիվորեն հիբրիդային հարձակումներ էր իրականացվում Հայաստանի դեմ, որոնք անվտանգային բնույթ էին կրում։ Հիբրիդային հարձակումների եւ տեղեկատվական հսկայական արշավների մասին բազմիցս հայտարարել են նաեւ հայաստանյան իշխանությունները, որոնք իրենց խոսքերում կարմիր գծով առաջ էին քաշում այն սկզբունքը, որ թույլ չեն տալու արտաքին ազդեցության լծակներ կիրառվեն եւ դրանց վերացման ուղղությամբ կոշտ միջոցներ են ձեռնարկվելու։ Հիբրիդային հարձակումների եւ արտաքին միջամտությամբ դեմ պայքարելու համար հայաստանյան իշխանությունները դիմել էին Եվրոպական միության օգնությանը եւ ստացել դրական պատասխան։ Վարչապետ Փաշինյանը իր ճեպազրույցներից մեկում եւս անդրադարձել էր այս թեմային, ընդգծելով, որ անգամ եվրոպական մի շարք առաջնորդներ զգուշացրել էին այդ մասին։ Ես մեր դիրքորոշումներն եմ արտահայտել, այդ թվում իմանալով, որ Եվրոպական խորհրդարանի падգամավորները մեր падգամավորների հետ շփումների ընթացքում ասում են, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ գալիս են իրենց մոտ, դիմում են իրենց, տարբեր ինֆորմացիաներ են ներկայացնում, դրանից առաջ հայտարարություններ էր եղել եւ այլն, դա լավ միջազգային հարթակ էր, որպեսզի ես բոլոր հնարավոր միջազգային կառույցների բոլոր հնարավոր հարցերին անդրադառնամ եւ հատ-հատ չանդրադառնամ։ Օրերս փաստերի ստուգման հարթակի ձեռքում է հայտնվել փաստաթղթերի մի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Այդ փաստաթղթերը արտահոսել են ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման արդյունքում եւ ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե ֆակտո ենթակայությամբ գործող սոցիալական դիզայնի գործակալության փաստաթղթեր, նամակագրություններ
հաղորդումներ, էկրանապատկերներ, զրույցներ, պլաններ եւ այլ նյութեր։ Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում եւ այլ երկրներում արդեն իսկ իրականացված եւ նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ եւ արդյունքների ամփոփումներ։ Գործիքակազմերի շարքում են դոպելենգեր, կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը եւ այլն։ Արտահոսած նյութերում առկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր եւ պլաններ։ Եվրոպական երկրներում հիմնականում գործողություններ են արվել Ուկրաինայի միգրանտների ու երբեմն Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման համար։ Գործակալություն Հայաստանի իշխանություններին վարկաբեկող եւ երկրի ներքին կարգի ապակայունացումը միտված արշավներ իրականացրել, որոնցից հայհանությանը ամենահայտնին այսպես կոչված Մարսելի օպերացիան է։ Դեռևս նախորդ տարի նորաբաց ֆրանսիական մի կայք գրել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել։ FIPM-ն այդ ժամանակ էր պարզել, որ աղբյուրը ոչ արժանահավատ է, իսկ տեղեկատվությունը ոչ փաստային ու կեղծ։ Հոդված հրապարակած կայքն ավելի ուշ փակվել էր։ Սոֆիա Զախարովայի նոված նամակներից մեկում Edward Brenius ծածկանունով անձը տեղեկացնում է, թե Հայաստանի մասով կա հաջողություն եւ որ կոռուպցիոն սկանդալի մասին պատմությունը տարել են հայաստանյան ԶԼՄ-ներն ու կարծիքի առաջատարները։ Նամակագրության մեջ նշվում է, որ հաջողվել է ներքին քաղաքական առճակատում հրահարել իշխանության եւ ընդդիմության միջև, ապա առաջարկում է հաջողված օպերացիայի ամբողջական հաշվետվությանը ծանոթանալ կցված նյութերում։ Արտահոսած փաստաթղթերում առկա է նաեւ ամբողջական հաշվետվությունը, որում ներկայացվում են հայաստանյան այն ԶԼՄ-ները եւ սոցիալական մեդիայի էջերը, որոնք արտատպել են կեղծ հոդվածը։ Զեկույցում երևում է, որ նյութի տարածմանը նպաստել են 17 գործակալներ, այն ունեցել է մոտ 10.6 միլիոն դիտում, իսկ դրա հերկումը մոտ 1.1 միլիոն։ Արտահոսած փաստաթղթերը վկայում են, որ ավելի քան 1 տարի առաջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ինտենսիվացած եւ հսկայական ծավալների հասած ապատեեկատվական արշավները հիբրիդային հարձակման տարատեսակ գործողությունները նախապես եւ մանրակրկտորեն մշակված մեծ ռազմավարության մաս են, որոնք համակարգվում են մեկ կենտրոնից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմից։ Հունիսի 7-ին խորհրդանական ընտրություններից անցել է մի քանի օր, սակայն քաղաքական գրքերը չեն հանդարտվում, թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է նախնական արդյունքները եւ ամփոփել վերահաշվարկների տվյալները, կաշառքի տասնյակ գործերով անցնող ընդդիմադիր ուժերը շարունակում են վիճարկել ընտրությունների արդյունքները, խոսելով խախտումների, վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Վիճարկումներ, վերահաշվարկներ, փոխադարձ մեղադրանքներ եւ սպասվող դատական գործընթացներ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պաշտոնապես ավարտվել են, բայց դրանց արդյունքները չեն բավարարում միասնական ընդդիմությանը։ Չնայած վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել, սակայն արդեն ուժեղ Հայաստան դաշինքը եւ միասնության թևերը ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ դիմում են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնել են ուժեղ Հայաստանի եւ միասնության թևերի падգամավորի թեկնածուներ Արամ Վարդևանյանը եւ Լիպարիտ Դրմեյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով քվեարկության արդյունքներով առաջին տեղում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 49.8%, երկրորդ տեղում է ուժեղ Հայաստան դաշինքը 23.3%-ով, երրորդ տեղում Հայաստան դաշինքն է գրեթե 10% արդյունքով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Հենց այս հանգամանքն է դարձել վերահաշվարկի եւ քաղաքական քննարկումների առանցքային թեմաներից մեկը։ Ընդդիմադիր ուժերը հայտարարում են վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ ճնշումների եւ քվեարկության ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների մասին։ Նրանք պնդում են, որ արձանագրված դեպքերը կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հատկապես կրքերի կենտրոնում հայտնվել են զինվորների քվեարկության շուրջ արձանագրված դեպքերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի՝ Երևանին ու Բարաշենի 10 կոտորակ 51, Սյունիքի Մեղրիի 35 կոտորակ 65 եւ Արարատի մարզի 12 կոտորակ 13 տեղամասերի արդյունքները։ Առաջին երկու դեպքում որոշումը պայմանավորված էր զինծառայողների քվեարկության շուրջ արձանագրված խախտումներով, իսկ Արարատի մարզի ընտրատեղամասում պարզվել էր, որ բացակայել են քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկները, ինչը կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարել է ընտրական գործընթացի էական խախտում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը սակայն պնդում է, ընդդիմությունը զինվորների քվեարկության շուրջ անհիմն հիստերիա է բարձրացրել, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տուրք է տվել այդ ճնշմանը։
Զինվորների քվեարկության պայմանավորված ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են երկու տեղամասի արդյունքներ, որոնցում ԿՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։ Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունն առաջիկա 5 տարիներին կարտասանի բանակ կամ զինվոր բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած եւ քվեարկած զինվորների ձայնը անվավեր սարքելու process են գեներացրել։ Ալեքսանյանը նաև հայտարարեց, թե արդեն տեղեկություններ են ստացվում, որ որոշ անձինք միտումնավոր փորձել են դանդաղեցնել զինվորների քվեարկությունը, երբ նրանք հերթով կանգնած են եղել ընտրատեղամասերի դիմաց։ Ի դեպ նշված ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու պահանջով դիմել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Վերահաշվարկի արդյունքում ԿՊ-ի ձայներն էին ամենաշատը ավելացել, բայց այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց անվավեր ճանաչել այդ 3 ընտրատեղամասերի քվեարկությունները, որից հետո էլ ԲՀԿ-ն սկսեց կրկին բողոքել, հիմա էլ ասելով, թե դրանց անվավեր ճանաչելու հետևանքով իրենց ձայները կորել են։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պնդում է, քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այնպիսի առավելությամբ, որը թույլ կտար խուսափել երկրորդ փուլից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու, դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Մինչև քաղաքական ուժերը շարունակում էին վիճարկել արդյունքները, ամբողջ երկրում ընթանում էին վերահաշվարկներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով վերահաշվարկվել են 637 ընտրատեղամասերի արդյունքներ։ Հարկ է նկատել, որ արդյունքում ամենամեծ աճը գրանցել է հենց իշխող քաղաքացիական պայմանագիրը, ստանալով լրացուցիչ 1148 ձայն։ Ուժեղ Հայաստան դաշինքն ավելացրել է 508, Հայաստան դաշինքը 217 ձայն։ Բարգավաճ Հայաստանը ևս ստացել է հավելյալ ձայներ, սակայն շարունակում է մնալ խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմից ցածր։ Միևնույն ժամանակ վերահաշվարկները բացահայտել են նաև այլ ուշագրավ փոփոխություններ։ Անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 859-ով, ինչը նշանակում է, որ հարյուրավոր քվեաթերթիկներ վերագնահատվել են որպես վավեր։ Սակայն անճշտությունների ընդհանուր քանակը հակառակը աճել է, հասնելով 1509-ի։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս. հնարավորինս որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են, այսինքն մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության կուսակցության պատգամավոր տեխնիկացիան այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք մինչև ժամանակ ունեն վերահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ Չնայած արձանագրված տարբերություններին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, որ վերահաշվարկների ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Իշխող ուժ ընդդիմության մեղադրանքները որակում է որպես քաղաքական շահարկում, ընդգծելով, որ զանգվածային կեղծիքների կամ ընտրակաշառքների վերաբերյալ ներկայացված պնդումները փաստական ապացույցներով չեն հիմնավորվել։ Ընդդիմադիր ճամբարում, սակայն, այլ պատկեր են ներկայացնում։ Նրանք շարունակում են պնդել, որ ընտրական գործընթացի ընթացքում կիրառվել են վարչական ռեսուրսներ, եղել են ճնշումներ եւ մի շարք խախտումներ, որոնք կարող էին ազդել քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա։ Այս փուլում խորհրդարանի մանդատների հիմնական բաշխումը շարունակում է մնալ անփոփոխ։ Ազգային ժողովում ներկայացված կլինեն քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքը։ Սակայն ընդդիմադիր ուժերը պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար։ Այսպիսով ընտրություններն ավարտվել են, բայց հետընտրական պայքարը դեռ շարունակվում է։ Վերահաշվարկները, բողոքարկումները եւ քաղաքական ուժերի փոխադարձ մեղադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանի նոր խորհրդարանի ձևավորումը դեռ կշարունակի մնալ քաղաքական բանավեճերի կենտրոնում մինչև վերջնական արդյունքների հրապարակումը։ Ամենայն հավանականությամբ դրանից հետո կսկսվի նոր թափ ստանալ արդեն մեկնարկած մեկ այլ քննարկում։ Ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները եւ անցնի աշխատանքի
աշխատանքի, թե հրաժարվի դրանցից։ Այս կերպ իր բողոքը հայտնելով իբր ոչ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումից, ինչպես կվարվի ընդդիմությունը, իսկ եթե այնուամենայնիվ հրաժարվի մանդատներից, ինչ կլինի դրանից հետո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրինակ չի կարծում, որ ըստ իրավապահ համակարգի ընտրակաշարք բաժանելու վերաբերյալ տասնյակ գործերով անցնող ընդդիմության մանդատներից հրաժարումը կարող է ազդել խորհրդարանի աշխատանքի վրա։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Տվյալներ են ստացվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Աղթալա համայնքում եւ հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից ներկայացնելով նոր զայրանկություն։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու եւ համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Աղթալա համայնքում եւ հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշարք։ Մի շուտ ալ էլի սուս։ Ինչքան շուտ։ Այնքան շուտ որ փողը առաջինը քեզ տամ էլի։ Անջանեն փողը տվի։ Չէ, սա տամա բոլաբի, դեռ տալով դուս եմ գալի, տալով բան եմ գալի։ Դե փողը լվացում արա։ Բանը անոնի լվացում բանին փչացել եմ սես թղթով բանով հրաղ դրել, դեպի թղթով փչացի բանարի որ ծածկեցին աղթալի փայը։ Ես մնում եմ մի հատ 100 ման դրգոյն տանը սրանքը զբաղվեմ։ Դե հիմա տես ինչ են կանան։ Գնում են կողես։ Սաղին տենում ենք։ Մենք խոսում ենք, ես որոշում եմ դրանից որ մեկին պատասխանատու դնենք։ Որ իրանք կարան որ ի վիճակ են որ լաբավոյ աշխատեն։ Բայց ես ու դու մեջին դվիժենի կունենանք, էլի։ Դուքից։ Էդի մեր մեջին, էլի որ երրորդ մարդ չիմանա։ Դե всё, այդ մենք գիտենք։ Գրասել պետք չափ է, եկեք գնանք, ես խոսամ ապե, դուք ավել մեկ խոսա, դուք խոսալու ձևն էլ չգիտեք, վրատ։ Եկեք գնանք անդի մարդ տնանք, մենք խոսանք։ Ես համոզվում եմ ապե, որ մարդիկ մեզ կտրեն։ Իրանց գրանցվել է պետք չի, ոչ իրանց գրանցելն է պետք է։ Ասում չի տվել ասել մի քանի օրից։ Այև ասի մի քանի օր, բտասից 15 ասել ալսի է։ Ամիսը բրծավ ոչ մի բան չեմ էլ անելու։ Բասկանը տվել է որ մայիսի 8-ին տղերացել է մի քանի հոգու այդ բանանես, որ վիրավոր տղեկի հետ։ Ասի ապեր չէ ասի ապեր, ես էսի դեզերը կլսնեմ էսա, այդ բուծումներս կանեմ ես ավտոմ մաշում եմ ընգեր ջան։ Իզ ասի փող բերեք տվեք, հեչի պես մինիմում 400, 500 մանետ փող տեք տասի, ապո ջան ասի, ես ցելի ամիսը զբաղվելու մա, հեչի պես, այդ մենակ հաբիկվա զախոդը։ Ենանք ամամսի բեկին հանեց 800,000 փող տվոց, հաբի բերել ամենակ տարասկի 500,000 նա տվել, ու ինձ ասմա սենց արա, անուն միչա, մի քանի վաղտից ուղղակի հալալսեք, ես դվիժեն եք ունեմ, նույնպես ասված էսա պետք է, ինձ սաղսի փող չի նատվել, ես երկորը գնալ եմ աբոյ անի անտենա մապեր, ասում ես մայիսի 8-ին, այդ բանի, անուն միչա, Իվալի տղեկի տանը չատս, նորմվեր մեկ օրավ, ես ատենանք այդ դրա հարցը ոնց են լուծեմ, այդ վստահել է անձի, ես մի հոգի ունեմ, սուսակը հրեր ձեռիսա, Հենց է դա, 20 հոգի մուրտս կա, են հնգորոս տղերիա, նշանացով բանով, ընտանիքով բանով, կարկելա մոքրներով, նշանացի տատի պապով բանով, դրա հարցով որ խավորություն մանատանից տամ է գրեխին, աշոտի տղին, դրանը հարությունով խոսացած բանա էլի բրատ, շուտվա, պրոստա ասելա բանից, անուն նիչա, մայիսից։ Լալեսի դու հնիկագոյցինում ես։ Հա, ես ու իրան բեսապ օգնում եմ, շատ ուժեղ։ Սաղ լծակներս տվել եմ իրանց, օգնում եմ կոնկրետնի։ Այսինքն լոռում կարում ես դու դվիժենի տասի։ Բեսամ բազես, ես ոչ թե կարում եմ, ես բեսամ բել տալիս եմ։ Ասես դրսի ինչքան ցուցակում դոյին բան։ 11-ը։ Հա, 11-ը։ Դե կարասանալասներ մինչև եկուց։ Չեմ խոստանում, չգիտեմ։ Բայց 11-ը մաքուր դվիժենի է, հա։ Հա։ Հա, 11-ի դերեքը Երևանից են դա կարալի, թե չէ։ Մինել եմ որ ասում էի 70-50 տեղ։ Հաստատ։ Երևան, թե սաղ տեղերը։
Հլանդե հաստատ ստանդարտ գինալու ինձ թվում է։ Դեստի ինչքան գիտեմ ստանդարտ չէ, կամ էլ կարող է չգիտեմ, ասած ավելի լավ։ Ընդ կողքիներից այդ մի խոս այդ հարցով ինչքան չի։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են բարութային գործողություններ։ Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում Սեբաստիա Տիչինը փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արմեն Բ-ի վարած Օպել եւ 37-ամյա Վաչե Է-ի վարած Հոնգի Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Անսոշապատվա քրեական քրոնիկոն։ Փաստական տվյալներ են ստացվել առայն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացուն նույն կուսակցության համագիրների եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք։ Նաեւ հիշյալ կուսակցության համագիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևանում անցկացվող հավաքին։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք։ Հաղորդվում է, որ Սեյրան Օհանյանը դատարան չի ներկայացել, դատավորը որոշում է կայացրել հաջորդ դատական նիստին նրան հարկադրաբար ներկայացնել դատարան։ Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնացու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտարարվել է հետախուզում։ Ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի երկու տեխնացուներ Սասուն Բադոյանը եւ Վահե Եղիազարյանը։ Հայկ Ավագյանի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրա նկատմամբ եւս հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, որ Ուժեղ Հայաստանի պատգամավորի տեխնացուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեի ներքին գործերի նախարարությունից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն Տիգրան Վարդանյանն ու Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ Facebook-յան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են արել։ Ստացված հաղորդումների վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տիգրան Վարդանյանի եւ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տիգրան Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը հայտարարվել հետախուզում, իսկ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով։ Պետ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման քրեական վարույթի մասին, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։ Պետի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին Արտյոմ Խաչատրյանը եւս անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ դրանց օժանդակության համար Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 ամսով կալանավորվել է նաև Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ 1 ամսով կալանավորվել է նաև Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ կոմիտեի վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախկինում բազմիցս դատապարտված ՍԱ-ն 2 այլ անձանց հետ ներխուժել է Զովունիում գտնվող ընկերության վարչական շրջան, բացել պատուհանն ու գողացել 116 միլիոն դրամ, $10,000 եւ որսորդական հրացան փամփուշտներով, ապա մեքենայով հեռացել դեպքի վայրից։ Քննության պարզվել է նաեւ, որ ՍԱ-ն առնչություն ունի 2002 թվականին Արմավիրում ավտոտեղ սպասարկման կայանից ավելի քան 1.2 միլիոն դրամի գողության դեպքին։ ՍԱ-ին մեղադրանքի առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գողության եւ հրազենի հափշտակության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, բացի այդ արգելանք է դրվել նրա ամբողջ գույքի վրա։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգիր ստացվել, որ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Վնասվել էր 3 ավտոմեքենա, կային արգելափակված քաղաքացիներ, փրկարարական եւ ոստիկանական ուժերն անմիջապես սահմանազատել են տարածքը, կանխել քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատված։ Ոստիկանների եւ փրկարարական ծառայողների շնորհիվ քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք։ Մեկ անց տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։ Աշտարակի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հիվանդանոցում է հայտնվել։ Երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը փոխանցվել է քննչական մարմնին, ոստիկանությունն օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Այս պահի դրությամբ երեխայի վիճակն արդեն իսկ փոփոխության է ենթարկվել։ Որոշակի շփումներ են եղել, նա տվյալներ է հաղորդել։
Պեկի տեղեկացմամբ Զվարթնոց օդանավակայանում Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակbaşնետիրական ընկերության կորած եւ գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է ծառայողական անցակետով օդանավակայանի տարածքից դուրս բերել թղթե փաթեթ։ Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների ստուգման արդյունքում պարզվել է, որ փաթեթում եղել են iPhone մակնշմամբ 30 բջջային հեռախոս եւ 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ գումար։ Դրանից հետո Պեկի պատասխանատուներն իրականացրել են մաքսային հսկողություն եւ հաստատել հայտնաբերված ապրանքների եւ դրամական միջոցների արկայությունը։ Դեպքի առթիվ կազմվել են մաքսային իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իսկ հավաքված նյութերը փոխանցվել են ազգային անվտանգության ծառայությանը, ապա Հայաստանի գլխավոր դատախազությանը, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։ Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել են քաղաքագետ Լիլիթ Դավաքյանի հետ։ Բարի Տիկին Դավաքյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք ամենակարևորներից։ Ապրիլի 8-ից հետո սկսվեց հրադադարի խախտման process-ը Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել եւ կարծես կրկին Պանդորայի արկղը նորից փորձում է բացվել։ Բայց այստեղ ականատես ենք լինում, ինչպես ասում են հայտնի խաղին, բոլորը փակում են աչքերը, գալիս է գիշեր, հետո բոլորը բացում են աչքերը, բոլորը ողջ են։ Այսինքն ստացվում է հետևյալը. կրակում են, հետո Միացյալ Նահանգների նախագահը թիվ 1 երկրի թիվ 1 առաջնորդն ասում է հաշված ժամեր եւ մենք կվերացնենք Իրանին, կսպանենք Իրանին, նրանք երբեք չեն ունենա հաջողություններ եւ այլն, հաջորդ առավոտյան ասում է, որ որևէ բան չի լինի, մենք պետք է գնանք խաղաղության եւ այսպիսի թատրոն կրկես հիշեցնող հայտարարություններ երկու կողմերից։ Ինչ է կատարվում իրականում։ CNN-ի լրագրողները հաշվել էին, որ 100 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը 39 անգամ փոխել է իր հայտարարությունները եւ կարդինալ առումով արմատապես է փոխել։ Խնդիրը որն է, բայց պետք է նշենք նաեւ, որ միայն ԱՄՆ-ն է փոխում իր հայտարարությունները, Իրանը լուռ է եւ հիմա մենք դեռ այս բան երբ զրուցում ենք, արձագանք չկա Իրանից ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությանը, որ մենք հասել ենք հաջողության, համաձայնության։ Կա արձագանք, բայց ասում են մենք դեռ մտածում ենք, դեռ այնպես չի, որ որոշված է հանդիպման վայրը, ԱՄՆ-ն նշում էր, որ Շվեյցարիայում են հանդիպելու։ Եթե դնենք հայտարարությունները մի կողմ, ինձ համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել պատերազմը։ ԱՄՆ-ն նախագահ Տրամպը մինչև միջանկյալ ընտրություններ նրան պետք է նավթի գների, էներգակիրների գների իջեցում։ Եվ պետք է նաև նշենք, որ մի օրում չեն իջնելու էներգակիրների գները, դա ըստ ԱՄՆ հետախուզության ամիսներ է պահանջելու։ Հիմա, այսինքն հիմա է պետք ունենալ գործարք։ Իրանին դա հենց հիմա պետք չի, Իրանը ձգտելու է, որքան հնարավոր է ձգձգել բանակցությունները, խոսել հուշագրերի մասին, ոչինչ չասող, մինչև ԱՄՆ նախագահի միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում, որտեղ Իրանը հույս ունի պարտության մատնել կոնգրեսում եւ ներկայացուցիչների պալատում եւ սենատում Դոնալդ Տրամփի կուսակցությանը։ Կարծում եմ հիմնական պայքարը սրա մասին է եւ պետք չի իմ կարծիքով լսել ամեն օր փոխվող ինչ-որ հայտարարություններ ԱՄՆ վարչակազմի կողմից։ Այդուհանդերձ մի տեսակ աշխարհակարգը փոխվել է ու անհեթեթությունները ավելի շատացել են եւ գերտերությունների թիվ 1 ղեկավարներն են, այդ անհեթեթությունները լեգիտիմացնում, որը բերում է նաեւ մյուս երկրներին շղթայական առումով, որը բնականաբար վատ է։ Բայց այդուհանդերձ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ թույլ տվեց հետեւյալ հայտարարություն ասելով, որ մեզ հաջողվեց Վենեսուելայում նավթային բոլոր պաշարները վերցնել, նույնը մեզ կհաջողվի Իրանում վերցնել, սա կոնկրետ բռնության կոչ է, կոնկրետ ուժն է ծրնում իրավունքի կոչ է եւ ստացվում է, որ եթե Միացյալ Նահանգներն է իրեն այդպիսի գռեհիկ պահում եւ հայտարարում է իրեն ժողովրդավարության բաստիոն եւ ճիշտ հակառակն է անում, ինչ խոսենք մյուս երկրների մասին։ Նրա այսպիսի մեկնաբանությունները ինչպիսի արձագանք են գտել։ Ձեր գնահատականը։ Նախագահ Տրամպը խոսեց նաեւ, որ ես ձեզ պետք է մի նորություն ասեմ, մենք արդեն նավթ ենք տարածաշրջանից միլիոնավոր բարելների տեղափոխում։ Սա տարակուսանք է առաջացնում, որտեղից են տեղափոխում, դա Իրանի տարածքն է։ Նշեցին, որ Իրանը չգիտի
Ես չեմ կարող ասել, ուղղակի Wall Street Journal-ի ուրեմն հոդվածագրի տեսակետը կմեջ բերեմ, ես իհարկե դրա հետ չեմ կարող համաձայն կամ լինել կամ չլինել, որտեղ տեղեկացված չեմ, որ ուրեմն բորսաներում տեղի է ունենում նավթային ֆյուչերսների հետ կապված առևտուր։ Օրինակ, նախագահ Տրամպը նշում է, որ խաղաղություն է հաստատվում, ֆյուչերսների գները անկում են ապրում։ Երբ նշում է, որ հարվածելու է, ուրեմն բարձրանում են գները եւ արդեն որոշ միլիարդատերներ մի քանի անգամ իրենց ունեցվածքը կրկնապատկել կամ եռապատկել են։ Դրա մասին մենք չենք կարող խոսել, բայց օրինակ դեմոկրատները նշում են, որ եթե իրենք նույնիսկ ներկայացուցիչների պալատը միայն վերցնեն, իրենք պետք է լսումներ սկսեն նախագահ Տրամպի փոփոխվող հայտարարությունների վերաբերյալ։ Այսինքն իրենք այստեղ միտում են տեսնում, ոչ թե անհեթեթություն, այլ միտում։ Բայց իհարկե ես սխալ եմ համարում, որ այո, աշխարհի դեռ հեգեմոն երկրի ղեկավարը իր խոսքերին այսպես անդրջություն է հաղորդում, հատկապես այն դեպքում, որ ԱՄՆ իշխանությունը, ԱՄՆ հզորությունը տարածաշրջանում Հայաստանի համար չափազանց կարևոր է հենց հիմա։ Նաև այսպիսի մի զգացողություն կա, բոլոր վերլուծաբանները հայտնի պարբերականները նշում են, որ Միացյալ Նահանգների նախագահը կարծես կաշկանդվածություն ունի Իսրայելի նախագահից, հա, որտեղ նա անդադար փորձում է կրակը մարել, Իսրայելի կողմից ճիշտ հակառակն է հնչում։ Իրականության հետ դա կապ ունի, թե պարզապես սա վարկածներ են, այսինքն Նեթանյահուն գուցե ունի ինֆորմացիայի բազա, ինչպիսի բաներ, որոնք չպետք է հրապարակվեն եւ կարողանում է շանտաժի ենթարկել Տրամպին։ Տրամպը այն տեսակն է, որը տուր կտա այդ ամեն ինչին, թե սա պարզապես հերթական ասեկոսներն են, ըստ ձեզ։ Ես այլ տեսակետ ունեմ։ Նախ շատ է փոխվել նախագահ Տրամպի խոսակցությունները Նետանյահուի հետ։ Վերջերս մի քանի անգամ ըստ տարբեր աղբյուրների նա կոպիտ է արտահայտվել Նետանյահուի մասին եւ անդադ ասում է, չէ, Իսրայելը պետք է համաձայնի ԱՄՆ Իրան ուրեմն համաձայնությանը։ Նույնիսկ արդեն նշում է, որ Իսրայելը համաձայն է, չնայած իսրայելական կողմը նման բան չի ասել։ Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարում է, որ Իսրայելը չպիտի հարվածի Լիբանանին, իսկ դա Իսրայելի ուրեմն շահի տեսանկյունից անընդունել է, որովհետև Հեզբոլլա հարվածում է Իսրայելի հյուսիսին։ Այսինքն հակառակը ես նույնիսկ կնշեի, որ ինչ որ պահի, ինչ որ առումով գուցե Իսրայելի շահերը անվտանգային զոհաբերվեն այն բանի համար, որպեսզի նախագահ Տրամպը կարողանա ավետել տարածաշրջանում պատերազմի կամ ռազմական գործողությունների ավարտը։ Բայց գիտեք, ինձ համար այստեղ նույնիսկ առաջնային միջուկային գործարքը չի։ Այստեղ գլխավոր խնդիրը ով է վերահսկելու Հորմուզը։ Այսինքն նախագահ Տրամպը, որ խոսում է էներգագիրների մասին եւ ցանկանում էր վերահսկելով Հորմուզը նաեւ վերահսկել դեպի Չինաստան գնացող էներգագիրներ, ինչպես Վենեսուելայից, հիմա իրանական կողմը պահանջում է վերահսկողությունը տալ իրեն եւ ասում է Օմանի հետ, քանի որ Օմանն էլ ունի այդտեղ տարածքային ջրեր, մենք կքննարկենք, բայց ԱՄՆ չի կարող սրան համաձայնել, մինչեւ պատերազմը Հորմուզը բաց էր։ Ստացվում է ԱՄՆ-ն ինչ պետք է զիջի Իրանին, ուրեմն միջազգային շուկայի համար կարևոր այս երակը, այսպես ասած, Վերադառնալով ձեր հարցին, ես կարծում եմ, որ Բենյամին Նետանյահուն բոլոր շանսերը ունի տապալվել աշնանը ընտրությունների ուրեմն ընթացքում, որովհետև փաստորեն Իսրայելի ժողովուրդը հարց կբարձրացնի, թե ինչու համար էր այս պատերազմը եւ արդյոք Նետանյահուի կախվածությունը հակառակը Տրամպի խոսքից վնաս չի հասցնում Իսրայելի պետական շահերին։ Մի կողմից էլ տեսեք, տարբեր կարծիքներ են հնչում Ադրբեջան-Իրան պատերազմի հետ կապված, հատկապես վերջերս Իրանի խորհրդարանի շատ լուրջ պատգամավոր նշեց, որ CNN-ն էր հրապարակել մի տեղեկատվություն, դե բոլորս հասկանում ենք, որ CNN-ը դա լուրջ լրատվամիջոց է, չի կարող ուղղակի հենց այնպես հայտարարություններ անել։ CNN-ը նշել էր, որ այո, պատերազմի ժամանակ, Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ Ադրբեջանում տեղակայված են եղել իսրայելական եւ թուրքական զորքեր, մասնավորաբար իսրայելական զորքեր Թավրիզից 100 կիլոմետր հեռավորության վրա եւ նրանք լուրջ գործունեություն են ունեցել այս պատերազմի ժամանակ։ Իհարկե Ադրբեջանից հնչեցին ճիշտ հակառակ հայտարարությունները, որ դա ապատեղեկություն է, դա կեղծիք է, բայց Իրանից վերջերս բառացիորեն 4 օր առաջ իրանցի պատգամավորը նշեց, որ այո, նման տեղեկատվություն կա եւ եթե հարկ լինի 2-3 օրվա մեջ Ադրբեջանը կհավասարեցնենք հողին։ Ինչ է սա նշանակում։ Իրանի կողմից բազմաթիվ անգամ հնչել են այդպիսի հայտարարություններ եւ եթե CNN-ը առաջին անգամ է անդրադառնում այս լուրերին, Իրանի արդեն մահացած հոգեվոր առաջնորդը բազմիցս նշել է, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, որ սիոնիստական ռեժիմի ուժերին պետք չէ տեղ տալ Իրանում, ներողություն Ադրբեջանում, որպեսզի իրենք հարվածեն Իրանի տարածքին։ Բայց Ալիևը խորամանկ գործեց։ Նա հենց պատերազմի սկզբում, երբ բոլորը նշում էին, որ Իրանը պարտվելու է եւ
եւ ասում էին, ահա Իսրայելի զորքերը կհարվածեն Ադրբեջանի տարածքից Իրանին, նա գուցե այո, որոշակի առումով աջակցել է, բայց այնպես չէ, այն քանակությամբ եւ չափով եւ ակնհայտությամբ չէ, որ դա ուրեմն լինի արդեն այն կարմիր գիծը, որ Իրանը այո ուզենա ինչ որ հարվածներ հասնել Ադրբեջանին։ Այսինքն Իրանի համար նորություն չի Ադրբեջանի դիրքորոշումը, Իրանում շատ լավ գիտեն Իսրայելի ներգրավվածությունը Ադրբեջանում, բայց հողին հավասարեցնել չեն կարող, նախ Ադրբեջան ունի դաշնակիցներ, բացի այդ, եթե Իրան-արևմուտք հարաբերությունները չկարգավորվեն, Ադրբեջանը կարևոր է լինելու Ռուսաստանից դեպի Իրան, Ռաշաստարա, ուրեմն ճանապարհի երկաթուղու կառուցման համար, այսինքն Ադրբեջանը անհրաժեշտ է Իրանին, ել չասած, որ ադրբեջանախոս իհարկե որոշ ուռճացված թվերով բնակչություն կա Իրանում, եւ ես չեմ կարծում, որ այս լարված ներքաղաքական ֆոնին, երբ Պահապանների կորպուսն ընդհանուր ճնշումներով է լրացնում Իրանի քաղաքացիներին, իրենց անհրաժեշտ է ունենալ երկրում նոր անկայունություն ադրբեջանախոս բնակչության տեսքով, բայց այն, որ Ալիևը արդեն ավելի զգույշ կլինի իր քայլերում եւ գուցե գիտակցում է, որ իր ռազմավարական դաշնակիցը Իսրայելում ունենալու է լուրջ խնդիրներ, ակնհայտ է, որովհետեւ մենք լսում ենք, որ Իսրայելը հայտարարում է չհեռանալու մասին Սիրիայից, Լիբիայից եւ ուրեմն Գազայից իր անվտանգության գոտիներից։ Այո, եւ դրա մասին խոսեց նաեւ Էրդողանը, այսինքն այստեղ Թուրքիա-Իսրայել շահերներ չեն համընկնում եւ ես չեմ զարմանա, եթե նոր անկայունության օջախ ստեղծվի։ Թուրքիան ի դեպ շատ հաճախ նշում է, որ Իսրայելը պետք է իրեն հավաքի, այլ դեպքում ներքաշվելու է պատերազմի մեջ եւ նրանք նշում են բազմաթիվ անգամներ, որ ՆԱՏՕ-ի զորությամբ երկրորդ ուժ դեն եւ նրանց հաղթել հնարավոր չէ։ Այս խոսույթն էլ է արդեն ակտիվացել։ Շատ ճիշտ եք, բայց այստեղ կա ամենազսպող գործոնը։ Ես վստահ եմ, որ Թուրքիան եւ Իսրայելը բախվելու են Սիրիայում, Լիբիայում, Համասի հետ չստացված գործարքի շրջանակներում, բայց պրոքսի ուժերի տեսքով ոչ ուղիղ։ Տեսեք, նաև մի շատ կարևոր կետ էլ կա այստեղ։ Իրանը նշում է, որ իր տարածաշրջանում, իր տարածքին մոտ որևէ կետում չպետք է լինի ամերիկյան ներկայություն։ Մեր դեպքում ինչպես եք պատկերացնում Թրիփի նախագիծը, հա, այդքան խոսվում է, որ Թրիփը դա խաղաղության խաչմերուկ է եւ այլն։ Շատ չմանրանանք։ Իրանը իսկապես կխոչընդոտի։ Այդուհանդերձ նշելով, որ մենք դեմ չենք, բայց ունենք կարմիր գծեր։ Ես դրա մասին բազմիցս խոսել եմ, դա կախված է պատերազմի ելքից, եթե ռեժիմը կաղապարվի, չփոխվի կամ չփոխվի, բայց առավել սերտացնի հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, որոնք դեմ են Թրիփին, որովհետեւ Թրիփը դա չինական մեկ գոտի, մեկ ճանապարհին, նաեւ հակառակ էսպես գործունեությունը ամերիկյան ներկայություն լոգիստիկ ճանապարհների վրա, այստեղ նայում ենք Վրաստանը, չպետք է մոռանանք, Անակլեա նավահանգստով, սա մեծ միջին միջանցքի ինչ որ հատված է, եւ այստեղ ոչ թե մենք միայն Իրանի հետ կունենանք խնդիրներ եւ ունենք, այլ Ռուսաստանի եւ Չինաստանի։ Իմ մտավախությունը որն է, եթե Իրանը ԱԹՍ-ների հարվածներով ցանկանա ապակայունացնել իրավիճակը ճանապարհների վրա, նա դա կանի։ Հիմա այստեղ մենք պիտի հասկանանք ԱՄՆ-ն ինչպես է դուրս գալիս պատերազմից։ Մեզ համար կրկնեմ, ձեռնտու չի լինի, որ նախագահ Թրամփը հայտարարի, որ պատերազմը ավարտվել է, ուղղակի միջուկային ինչ որ անորոշ գործարք կնքելով կամ ես չեմ հավատում, բայց Հորմուզը բացելով բոլոր ուրեմն երկրների ազատ նավագնացության համար եւ հեռանա։ Արդյոք ԱՄՆ այս վարչակազմը նորից կցանկանա տարածաշրջանում ունենալ խնդիրներ Իրանի հետ, եթե Իրանը իր դիրքորոշումը կոշտացի, այդտեղ եթերները շատ են։ Բայց մի բան ակնհայտ է, այս ճանապարհը կառուցվելու է, միջին միջանցքի մասին խոսվում են դեռ Օբամայի ժամանակներից, այսինքն աշխարհաքաղաքական առումով ձեռնտու է այո միջին միջանցքի կառուցումը եւ Եվրոպային եւ ԱՄՆ-ին արևմուտքին, նաեւ Հնդկաստանին, սակայն դա երբ կլինի եւ արդյոք մինչեւ իրականացումը Հայաստանը եւ տարածաշրջանային այլ երկրները ինչ հակազդեցությունների ուրեմն կփախվեն, դա արդեն այլ հարց է։ Եվ փորձենք ամփոփել վերջին հարցը, որտեվ կրկին այս շաբաթ շատ կարևոր մի հայտարարություն եղավ, բանաձև եղավ, ԱՄՆ կոնգրեսը երկուսակցական հայանպաստ բանաձև ընդունեց Ադրբեջանին հորդորելով, ստիպելով այդ բանաձևով, որ բոլոր ռազմական գերիները, քաղաքացիական գերիները, մի խոսքով բոլոր հայ գերիներին պետք է ազատ արձակել։ Կաշխատի թե ոչ, հերթական ինչ որ բանաձև է, թե ինչ որ այս ընթացքում մի բան կարվի։ Շատ կա։ Ես կարծում եմ ոչ, Ադրբեջանի ղեկավարությունը նայելու է նախագահ Թրամփի դիրքերին, որը կարծես դեռևս այդպես ճնշումներ չի գործադրում ադրբեջանական կողմի վրա այդ ուղղությամբ։ Դա մի օր պետք է տեղի ունենա, բայց եթե հանկարծ նախագահ Թրամփի դիրքերը թուլանան, ուրեմն միջանկյալ դությունների ժամանակ եւ ԱՄՆ-ն ընկղվի ներքաղաքական անկայուն իրավիճակում, ես կարծում եմ նախագահ Ալիևը կշարունակի կիրառել այս գործիքը որպես նաեւ ճնշման միջոց հայ հասարակության նկատմամբ։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։
Այսօր Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմական բեռնատար ինքնաթիռ, երկրի հյուսիսարևելքում գտնվող ռազմաօդային ուժերի կայանում վայրէջք կատարելիս հայտնել են զինված ուժերը։ Ռուսական արտադրության Անտոնով Ան-32 ինքնաթիռն այսօր Ջորհատ քաղաքում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել, փոխանցում են ռազմաօդային ուժերը։ Հաղորդվում է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 զինծառայողներ զոհվել են։ Ռազմաօդային ուժերի պաշտոնյան հայտնել է, որ երկրորդ օդաչուն ողջ է մնացել։ Ան-32 ինքնաթիռը հատուկ նախագծված է բարձր լեռնային շրջաններում եւ ծայրահեղ կլիմական պայմաններում լավ աշխատելու համար։ Հնդկական ռազմաօդային ուժերը դրանցից մոտ 100-ն օգտագործում են ռազմական մոտակարարումների եւ քաղաքացիական օգնության համար երկրի ամենահեռավոր լեռնային շրջաններում։ Եվրամիությունն պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ։ X-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները համաձայնել են կանաչ լույս վառել այդ ճանապարհին, այդ թվում Հունգարիան, որը 2 տարի առաջ վետոյի իրավունքով արգելափակել էր գործընթացը։ Մենք անցնում ենք անդամակցության բուն process-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի դաշնակիցներին, ընդգծելով, որ բանակցությունների սկիզբը նշանակալից քաղաքական եւ բարոյական աջակցություն է Ուկրաինային եւ ուկրաինացի ժողովրդին։ Միջազգային նորությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները Իրանի հետ համաձայնագրի նախագծի վերաբերյալ, հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու գրավոր համաձայնեցված պայմաններին։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Touch Social հարթակի իր էջում։ ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ իրանական լրատվամիջոցների պնդումները, այդ թվում համաձայնության հասնելու վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեն։ Իր գրառման մեջ Թրամփը միաժամանակ Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ է մեղադրել Իրանին, բացարձակապես անընդունելի համարելով դա։ Իրանական Մեհր լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է Հորմուզի նեղուցի բացումը, նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացումը։ Ըստ գործակալության փաստաթուղթը ներառում է հետեւյալ համաձայնեցված դրույթները բոլոր ճակատներում՝ մարտերի անապահ դադարեցում, այդ թվում Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում եւ ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի եւ նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։ Բացի այդ, ըստ փաստաթղթի Իրանը եւ ԱՄՆ-ը 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։ Ըստ գործակալության միջուկային հարցի շուրջ բանակցություններ սկսելու համար Իրանը որպես պայման է առաջադրել 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը եւ նավթային պատժամիջոցների դադարեցումը։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են երկու փուլով, առաջին փուլում պետք է համաձայնեցվի փոխըմբռնման հուշագիրը։ Իրանի միջուկային ծրագրին եւ պատժամիջոցների վերացմանը վերաբերող հարցերը տեղափոխվել են երկրորդ փուլ, որի համար նախատեսված է 60 օր։ ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն էլ հայտարարել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է։ Նրա խոսքով Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ հաջորդ քայլերը վերջնականացնելու նպատակով։ Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է, նշել է Շարիֆը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է եւ ամբողջ աշխարհը շարունակում է վայելել եւ հետաքրքիր պահերի ականատես լինել ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս։ Նման հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել Մեքսիկայում։ Տեսանյութ հրապարակվել, թե ինչպես է մի ընտանիսակ շրջում փողոցներում Մեքսիկայի ազգային հավաքականի համազգեստով։ Տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում եւ օգտատերերը հիացական գրառումներ են թողնում եւ հաջողություններ մաղթում Մեքսիկայի ընտրանոն։ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմը չի սկսել եւ գործնականում միայնակ է ամբողջ արևմուտքի դեմ պայքարում։ Մի շարք երկրներ 2022 թվականից հետո միացան ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության պարտության դեպքում կարկանդակի կտոր ստանալու համար, սակայն Ռուսաստանի Դաշնության ռազմավարական պարտության հասցնել որևէ մեկին չի հաջողվի։ Այս մասին խորհրդակցության ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա արդիվ շնորհավորանքներ հղելով ընդգծել է, որ Վաշինգտոնը հանձնառոհ է խթանել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Մոսկվայի հետ լավ հարաբերություններ կառուցելուն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիության բոլոր 27 երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են Ուկրաինայի եւ Մոլդովայի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների առաջին փուլի բացումը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը սպասում է հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում։ Չինաստանի փողոցներում նկատվել է մուրացկան ռոբոտ։ Ռոբոտը ընդօրինակում է օգնություն խնդրող մարդու ժեստերը, արտաբերում է օգնություն խնդրող արտահայտություններ եւ գնահատում անցորդների արձագանքները։ Այսքան այժմի համար կհանդիպենք։